Շարունակում ենք ուրիշ նորությունները, ինչպես ծրագրի սկզբում նշեցինք, ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է, եւ սա լավագույն առիթն է խոսելու Պարի մասին, մեզ հասած պարային եւ մշակութային ժառանգության մասին, ձեռքբերումների եւ իհարկե ոլորտում առկա մարտահրավերների մասին։ Այսօր սիրով հյուրընկալել ենք տաղավարում ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Լուսինե Մելքոնյանին եւ նույն կենտրոնի տնօրենի տեղակալ կազմակերպչական մասով Արթուր Գասոյանին։ Բարև ձեզ։ Եվ շնորհավոր ձեր մասնագիտական օրը եւ տոնը։ Շնորհակալ ենք։ Ես կասեի Պարի լույս, բարի լույսի փոխարեն եւ մենք էլ շնորհակալ ենք եւ շնորհավորում ենք բոլորիս։ Շնորհակալություն։ Մենք փորձեցինք այսօր մեր ծրագիրն սկսել հենց այդ տրամադրությամբ, որ կոչ անելով, եթե այսօր մի փոքր տրամադրություն չունեք կամ ընդհանրապես ունեք եւ չեք կարողանում զսպել այդ բարելու զգացողությունը, ապա պետք չէ հակառակ գնալ ցանկությանը, այսօր հենց այդ օրն է։ Եվ խոսելու ենք, ինչպես քիչ առաջ նշեցի, Պարի մասին, ոլորտում առկա խնդիրների, ձեռքբերումների։ Առաջին տարին չէ, որ այսօրը նշվում է 1982 թվականից ի վեր, եւ կենտրոնը նույնպես ամեն տարի նշում է այս օրը մեծ մասշտաբով։ Ինչով է տարբերվում 2026 թվականի Պարի միջազգային օրը։ Առհասարակ ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնը ձևավորվել է 2022 թվականի դեկտեմբերին, բայց ինչպես դուք նշեցիք 1982 թվականից Պարի միջազգային խորհրդի առաջարկով ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում այս օրը ապրիլի 29-ը եւ ամեն տարի որևէ մշակութային գործիչ, պարարվեստի մշակութային գործիչ ուղերձով դիմել է ժողովրդին եւ նպատակն է եղել, որպիսի Պարի միջոցով խաղաղություն բերեն աշխարհին, միավորեն մարդկությանը եւ նույն ոլորտը ներկայացնող մարդիկ, բայց տարբեր բնագավառների ներկայացնող մարդիկ կարողանան Պարի լեզվով հաղորդակցվել մեկը մյուսի հետ։ Այս տարին ինչով է տարբերվում 2022 թվականից մենք նշում ենք այս օրը որպես ժողովրդական երաժշտության Պարի ազգային կենտրոնի կազմում 2 տարի է ինչ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասշտաբային միջոցառումներ ենք անում, բայց այս տարվա միջոցառումը աննախադեպ միջոցառում է եւ տարբերվում է նախորդ տարվանից։ Այս տարի շուրջ 4000-ից 5000 պարող միաժամանակ հանրապետության հրապարակում 16:00-ին շուրջ պար կբռնեն 7 շրջանից բաղկացած, ինչու 7 շրջանից, որովհետև 3 եւ 7 թվերը խորհրդանշական են եղել ծիսական պարերի համար եւ հաջողության թվեր են եղել եւ կազդարարեն Պարի միջազգային օրը կհամախմբեն եւ ակնկալվում են բացի 4000 մասնակցից եւս բավականին մեզ միացող հանդիսատես մնացածը կխնդրեմ իսկապես ինչ որ պատմեցիք աննախադեպ է եւ իրոք չեմ հիշում նման մասշտաբի միջոցառում հանրապետության հրապարակում Պարի միջազգային օրը։ Դա առաջի փուլն է, իդեպ ունի շարունակություն, Արտուր։ Մի փոքր նախ շնորհակալություն հրավերի համար, մի փոքր այսօրվա միջոցառման մասին ավելի փակագծերը բացենք, որտեղին չենք ունենալու եւ կոչ անենք ամբողջ մեր հայրենակիցներին բոլորին հրավիրենք, որ օրը իրոք դարձնենք տոնական, կարծում եմ բոլորը կստանան այն էմոցիաները, ինչի համար որ կգան այսօր կմասնակցեն տոնին։ Միջոցառման նպատակը, ինչպես շեշտեց Լուսինեն, համախմբելն է բոլորին մի գաղափարի շուրջ։ Իսկ պարով համախմբելը կարծում եմ այսօր լավագույն տարբերակներից մեկն է։ Երկար քննարկումներից հետո իմ ջելոս 4 տարին անընդմեջ 2023 թվականից սկսված Պարի միջազգային օրը նշվում է ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի կողմից։ Ամեն տարի նաեւ քաղաքապետարանի աջակցությամբ ունեցել ենք Պարի միջազգային օր 2023 թվականին, եթե չեմ սխալվում, պարոն Ավինյանի աջակցությամբ
24 թվականին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության 25 եւ արդեն եկել ենք հասել ենք 26 թվական ամեն տարի ինչ որ քայլ առաջ ենք գնացել, ամեն տարի ինչ որ նոր բան ենք մտածել, օրինակ մի տարի ամբողջությամբ տոնը նվիրեցինք պարողներին, որոշեցինք, որ այդ օրը իրանց տոնն է եւ պիտի այդ օրը չպարեն։ Խոսեցինք, քննարկեցինք, ասենք մարդիկ ամբողջ տարին պարում են, թող այս անգամ լինեն որպես հանդիսատես, իրանց համար երաժիշտները, մեր վաստակավոր խմբերը նվագեցին, երգիչները երգեցին, իրանք եղան հանդիսատեսի դերում, հանձնեցին մեդալներ, այդ մի տարին այդպես կազմակերպեցինք ու տարեստարի փոփոխություններով եկանք հասանք 26 թիվ ու հասկացանք, որ մեզ պետքա մասշտաբային ինչ-որ մի բան կազմակերպել ու իմիջիայլոց ասեմ արդեն 27 թվի հետ կապված մտածում ենք, որ ավելի մասշտաբային պրոյեկտ պետք է ունենանք, այդ փակագիծը չենք ուզենա բացենք, բայց շատ ավելի մեծ մասշտաբային համենայն դեպս ցանկությունը այս պահին այդպեսին է, որ ունենանք ավելի մեծ հանրապետության մակարդակով ունենանք պրոյեկտ, Աստված առաջ, որ կարողանանք իրականացնենք մեր ինչ որ մտածել ենք։ Ներողություն ճշտում, իսկ այսօր որ ասացիք 4000 հոգի միայն մասնակիցներ չհաշված հանդիսատեսը, դա զուտ ժողովրդական երաժշտության եւ ազգային կենտրոնի պետական համույթներն են, թե նաեւ ինքնագործ խմբեր կարող են կամ արդեն միացել են ձեզ։ Ովքեր են այդ 4000 հոգիները։ Մասնակիցների կազմը չենք կարող համալրել միայն ժողովրդական երաժշտության պարազգային կենտրոնի պարողներով եւ պետական անսամբլները ընդհանրապես ներգրավված չեն որպես այդպիսին ֆլեշմոբի շրջանակներում մենք որոշեցինք, որ այս անգամ լինի միության պարվեստի միությունների մասնակցություն, այսինքն մենք ունենք երկու պարվեստի միություն, Հանրապետությունը, Վանուշ Խանարյանյանի անվան պարվեստի միություն եւ Հայաստանի ազգային պարվեստի միությունը, որի ղեկավարն է պարոն Գևորգյանը, իսկ Վանուշ Խանամիրյանի պարվեստի միության ղեկավարն է պարոն Մխիթարյանը, որոնց հետ սերտ այս մի ամիս շատ երկար աշխատանքի շնորհիվ կարողացանք ունենանք այս պատկերը։ Մի փոքր միջոցառման մասին ավելի մանրամասն ասեմ, որ ժամին որտեղ ինչ է սպասվում, որպեսզի մեր հանրությանը ավելի տեղեկացված լինի։ Ուրեմն 16:00-ին կոնկրետ կլինի, այս 14:00-ից նախ ներողություն ենք խնդրում մեր վարորդներից, մեր քաղաքացիներից անհարմարություն պատճառելու համար, որովհետև անվտանգությունից ելնելով մենք պարզապես ստիպված էինք դիմենք այդ քայլին, որովհետև հասկանում եք 3-4000 երեխա մի տեղում դա անվտանգության խնդիր կլիներ։ Ժամը 14:00-ին կոնկրետ բուն հենց միջոցառումը կսկսվի Հանրապետության հրապարակում, որտեղ կլինի նկարահանում, որտեղ կլինի կոնկրետ միջոցառում արդեն նախապես պայմանավորված խմբերի մասնակցությամբ, այսինքն այդտեղ ցանկալի եւ արգելված է լինելու կողմնակի անձանց մասնակցությունը որպես ֆլեշմոբային տրամաբանություն, որովհետեւ այնտեղ կոնկրետ ծրագիր ունենք։ Երբ որ միջոցառումը կավարտվի 17:00-ին Հանրապետության հրապարակում, 18:00-ից կսկսվեն մյուս միջոցառումները 5 կետում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտա Աբովյան այդ հատվածում, Մոսկվա կինոթատրոնի դիմացի հատվածում, Սպենզարյանի տուն թանգարանի պուրակում եւ Սիզնսի այգում։ Նաեւ ժամը 19:00-ին կունենանք ֆլեշմոբ, նաեւ Կարին ազգագրական համույթը հանդես կգա ուսուցողական ավելի ֆլեշմոբով, որտեղ կսովորեցնեն բարել, նաև մեր խմբերը այնտեղ կլինեն, մեր պետական ստուդիաները կլինեն, որտեղ 19:00-ին կմեկնարկի այդ բոլոր տեղերում հրավիրում ենք բոլոր մեր հայրենակիցներին մասնակիցը լինելու այս մեծ տոնին։ Իսկապես մասշտաբային է, հատկապես որ հասկացանք միայն Հանրապետության հրապարակում չի սահմանափակվում եւ կարծես ամբողջ քաղաքը այսօր շնչելու է բարի մթնոլորտը, հաղորդակից է լինելու պարարվեստի այս գեղեցիկ միջոցառումներին, պարարվեստի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ կարծում եմ օրը իսկապես հիշարժան կլինի։ Ակնարկեցինք, որ
տոն, բայց կան խնդիրներ ոլորտում եւ կարծում եմ հենց տոնական օրերը նաեւ դրա համար են, որպեսզի բարձրաձայնվեն այն խնդիրները, որոնք արկա են, որոնց դուք գուցե ամեն օր բախվում եք եւ հուսանք որ կարողանում եք լուծում գտնել։ Ընդհանրապես ազգային ժողովրդական պարերը միշտ հնի եւ նորի այդ բախման մեջ են։ Ինչպես է ձեզ հաջողվում լուծել, արդյոք կարելի է եւ ընդունելի է մեր ժողովրդական պարերը սինթեզել նաեւ արդիական լուծումներով, մոտեցումներով, թե դա պետք է մնա միշտ այնպես, ինչպես հասել է մեզ։ Գիտեք, ժողովրդական երաժշտության պարի ազգային կենտրոնը այդ առումով շատ ճկուն է, քանի որ իր մեջ ներառում է այնպիսի կոլեկտիվներ, որոնք եւ պատկառելի պատմություն ունեն եւ իրենց ստեղծագործական տեսակով շատ տարբեր են, այսինքն ինքը կենտրոնը ժողովրդական երաժշտության պարի ազգային կենտրոն է, բայց մենք նաեւ ունենք անսամբլներ, որոնք կարողանում են հենց հայկական մոդեռն պարը ցույց տան, ժամանակակից պարը ցույց տան, որը բարեկամություն պետական անսամբլն է, հիմնա Զորայր Բակալյանի գլխավորությամբ։ Մարտահրավերները մեր այսօրվա ամենամեծ մարտահրավերը, որը արդեն ես կարծում եմ տեսնում ենք լուծման ճանապարհը, այն էր, որ մենք չունեինք մեր շենքային պայմանները, բայց արդեն մեզ հատկացրել են Վարդանանց 30 հասցեում բավականին մեծ տարածք, որի վերանորոգման ընթացքը հիմա հենց իրականացվում է, այս պայդրությամբ մեր անսամբլները վարձակալությամբ կամ ինչ որ միտեղ գործունեություն են ծավալում, բայց դա չի խանգարում, որպեսզի մենք կարողանանք այդ հարցերը մեկ կենտրոնից ոնց որ համակարգել։ Մարտահրավերների հետ կապված հատկապես այս տարի 2026 թվականին մենք այնքան ծրագրեր ունենք եւ մեր ծրագրերը եւ դրսի ծրագրերը եւ մեր պետական ծրագրերը, որը մեզ առաջարկվում են, որ պատկերացրեք անգամ ասենց չենք էլ հասցնում մեկից մյուսը ուշքի գալու եւ կարծում եմ դա մեր աշխատանքի շնորհիվ է, որ այսօր արդեն հասել ենք այդ նշաձողին։ Բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ ունենք ոլորտի, որոնք մեր խմբերի ղեկավարներն են, եւ որպեսզի առողջ սերնդափոխություն անենք, այս տարի արդեն մենք հենց տարեսկզբից ունեցանք երաժշտարվեստի եւ պարարվեստի պետական ստուդիաներ հիմնելու լիցենզավորված ծրագիր, եւ այդ ստուդիաներից երկուսը արդեն գործում են, Հայաստանի Պարի պետականի ստուդիան եւ Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի գիծ ստուդիաները բավականին մեծ հաջողություններ ունեն, այս վերջերս անգամ օպերայի բեմում Նորայր Մերաբյանի 85-ամյակի կապակցությամբ ստուդիայի մասնակցությունը տեղի ունեցավ եւ հենց դա էլ կբերի առողջ սերնդափոխության, իսկ ստուդիան ղեկավարում են հենց անսամբլների մենապարողները, լավագույն մասնագետները, այսինքն սրտացավ հենց իրենց անսամբլին սազեկան ֆեյսեր են տալիս, որ արդեն մենք էլ որ տեսնում ենք, դրսում եթե տեսնեք, գիտեք, դա Պարի պետականի ստուդիայի սան է, նա Բարեկամություն պետական ստուդիայի սան է, իդեպ ակունք ազգագրական համույթը ունի ստուդիա, իդեպ առիթ է այսօր շնորհավորելու եւ լավ ելույթ մաղթելու ակունքը այս պահին մեր կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի եւ տնօրեն տեղակալ Սամսոն Մելիքյանի ուղեկցությամբ մեկնել է Դուշանբե փառատոնի մասնակցելու, մեր գործընկերներին մաղթենք հաջողություն, կարծում եմ, որ պատվով հետ կգան, կլինի մի բան հավելեմ, սա առիթ է, որ այսօրով շնորհակալություն հայտնենք բոլոր այն մարդկանց, ովքեր այսօրվա տոնը դարձնում են իրատեսական, Արտուրը նշեց Հայաստանի ազգային պարարվեստի միությունը, Վանուշ Խանամիրյանի անվան միությունը, կուզեմ նշեմ մեր շատ սիրելի Սոֆի Դևայանի Պարի դպրոցը, Կաստանյետ
սպորտային պարերի դպրոցը, որ այսօր էլի մասնակցում են տարբեր լոկացիաներում, նանեներ պարային դպրոցը, մեր ստուդիաների սաներին, ինչպես նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանի թատերական մանկավարժական թատերական կինո եւ թատրոնի պետական ինստիտուտի սաներին, որոնք բոլորը այսօր համախմբված են այս մեկ գաղափարի շուրջ ու իրենց շնորհիվ է, որ մենք իրականացնում ենք այս ամենը։ Կարծում եմ, այո, մեկ շնորհակալություն, բայց այնքան կարևոր է, երբ մարդը իրեն գնահատված է զգում եւ դրա թերևս վառ ապացույցներից այն մեծարման երեկոն, որը կազմակերպվեց Նորայր Մեհրաբյանի 85-ամյակի կապակցությամբ, այո, երախտավորներին պետք է արժևորել կենթանության օրոք, ամենակարևորը, որպեսզի գալիք երիտասարդ սերունդը հասկանա, որ գործը գնահատված է, որ արժե մտնել այն ասպարեզը, որը այսօր միգուցե այդքան եկամտաբեր չէ եւ բիզնեսի ոլորտից չէ, բայց նաեւ պետք են նվիրալներ, ովքեր կշարունակեն տարերով եկած ավանդույթները։ Իդեպ ավանդույթների մասին այսօր որքան էլ աշխարհը գնում է դեպի գլոբալիզացիա, այնուամենայնիվ տեսնում ենք, որ կա հետաքրքրություն, ես ուղղակի ընդհանուր ասում եմ աշխարհում, ազգային, էթնիկ պարերի, արվեստի, մշակույթի, ավանդույթների հանդեպ, որքան էլ փորձում են բոլորին միաձուլել, այդքան էլ նկատում ենք նաև, որ անհատականությունը միևնույն հետաքրքրություն է առաջացնում։ Կա հետաքրքրություն աշխարհում հայկական պարի հանդեպ։ Իհարկե կա, կարծում եմ հայկական մշակույթը այնքան ճյուղերով զարգացած մշակույթ ունենք մենք, որ շատ մեծ հետաքրքրություն կա, իսկ դա ինչից ենք հասկանում, հրավերներից ենք հասկանում, պահանջարկից ենք հասկանում։ Այսինքն ներողություն, որ ընդհատում եմ, մենք ավելի քիչ ենք առաջարկում մեզ, քան մեզ հրավիրում են, կարելի է այդպես ասել։ Չէ, աշխարհի, որ ասացիք աշխարհի, ես դրա համար եմ ասում, աշխարհին հետաքրքրում ենք ինչքան ոնց ենք հասկանում, որ մենք հետաքրքիր ենք աշխարհին, թե ոչ, հասկանում ենք իրանց հետաքրքրվածությամբ մեզանով, այսինքն հրավերներով։ Մեզ տենց տարի երևի չենք ունեցել դեռևս, որ այդ տարվա մեջ չունենանք 2-ից 3 հյուրախաղ, գոնե 2-ից 3 հյուրախաղ, բայց հավատացեք, մենք եթե մենք հնարավորությունը մեր ու մեր հրավիրող կողմի ֆինանսական հնարավորությունները ների, մենք կարող է ամբողջ տարին չլինենք հանրապետությունում, որովհետև այդ պահանջարկը մեր բոլոր պետական անսամբլների պահանջարկը արտերկրում շատ մեծ է, ցանկությունը կարոտ է, որ մարդիկ զանգում են, պահանջում են, անգամ խնդրում են, որ խնդրում ենք, այս անսամբլը բերեք թող բարի, այս անսամբլը բերեք թող նվագի, այս մյուսը երգի, մյուսը ժորդ հասկանում ենք, բայց ինչ է գալիս է հասնում մի հատ այն կետին, որ ֆինանսավորման խնդիր է լինում, մենք հասկանում ենք, որ մենք ինչ անսամբլի մասին է, ոչ թե 1-2 անհատի, իսկ դա շատ ծախսատար է։ Իհարկե դա շատ ծախսատար է, բայց որպես այդպեսին, որ աշխարհի կողմից հետաքրքրությունը դեպի մեզ, ես կարծում եմ աննախադեպ շատ աննախադեպ չափի հետաքրքրություն կա դեպի այս մեր հայկական մշակույթ, հայկական արվեստը, դա նաև նրանց է, որ մենք ունենք մեծ սփյուռք, որովհետև դա էլ է նպաստում այդ կարոտը մարդկանց, որ ուզում են իրենց մշակույթը գա, տեսնեն, մասնակիցը լինեն, մի պահ, մի քանի ժամ զգան իրենց հայրենիքում, կարծում եմ դա էլ իր ազդեցությունն է ունենում։ Շնորհակալությունների շարքից ուզում եմ Լուսնեի խոսքին ավելացնեմ, բոլոր խմբերին ենք շնորհակալ, բոլոր մասնակիցներին ենք շնորհակալությունը մեր հայտնում, որ միացան այս նախաձեռնությանը, քանի որ այս նախաձեռնությունը հանձնարարվել էր ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնին իրականացնելու համար, մենք հանձնառանք վերցրեցինք այս պատասխանատվությունը եւ շնորհակալ ենք բոլոր այն միության ամեն խմբին, ամեն ղեկավարին իրենց մասնակցությունը ունենալու այստեղ, իսկ ամենակարևորներից նաեւ շնորհակալություն ենք ուզում հայտնենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, իդեմս նախարար Տիկին Ժաննա Անդրասյանի եւ փոխնախարար Դանիել Դանիելյանի, որովհետեւ առանց իրենց աջակցության անհնար կլիներ կազմակերպել այս ամենը։ Շնորհակալություն ենք ուզում հայտնենք քաղաքապետարանին, պարոն Ավինյանի գլխավորությամբ, որովհետեւ իրենք էլ իրենց ներդրումն են ունեցել այսօր այս ամեն ինչը ավելի ճիշտ, պատշաճ, անվտանգ կազմակերպելու համար։ Շնորհակալություն ոստիկանության, ամբողջ ներքին գործերի նախարարության ղեկավարությանը, մեր հետ սերտ կապը պահելու, մեր
պահանջները ինչ որ միտեղ sense Անհրաժեշտությունը ապահովելու պատրաստակամությանը, որ երբ որ իրանց ասում էինք, որ պետք է անվտանգ լինի, ասում էին վերջ ինչ պետք է կանենք, մենակ որ լինելու է։ ամեն ինչ անվտանգ է լինելու։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավվածություն են ունեցել այս պրոյեկտի այս ծրագրի շրջանակներում, բոլորին շնորհակալություն ենք հայտնում։ Իդեպ այսօր մի մեծ իրադարձություն էլ կա, մեր նախկին պարողներից մեկը Արտուրը Հայրապետյան, ով այս պահին նաև համակարգողներից մեկն է այս ծրագրի, իր նախաձեռնությամբ, որը ինքը այս պահին առանձին գործունեություն է ծավալում նաև, իր նախաձեռնությամբ ամբողջ աշխարհի մասշտաբով 18 երկրներում ժամը 16:00-ին YouTube-յան ալիքով պրեմիերա է հեռարձակվելու բոլոր վայրերի հայ համայնքները միանալու են, հայկական պարախմբերը միանալու են եւ հենց տվյալ երկրի մի հուշակոթողի մոտ, կարևոր հուշակոթողի մոտ հայկական պար են ապարելու եւ գաղափարը բոլորին միավորել Մայր Հայաստանի շուրջ եւ այսօր այդ պրեմիերան էլ է լինելու, ինչի համար շնորհակալ ենք Արտուրին, երիտասարդ լինելով, նա sense շատ լավ գաղափարներով առաջ է գնում։ Իսկապես ողջունելի հենց այդ մարտահրավերները, որ ասում եք պահանջարկ կա եւ այլն, նաեւ ունեցել ենք մի շրջագայություն, որի Ֆրանսիայում, որի շրջանակներում 35 համերգ ենք ունեցել, բայց միայն ֆրանսիացի հանդիսատեսի համար։ Ու այն հանդիսատեսի, որը հնարավորություն չուներ, որ տոմսարներ գար Հայաստան եւ տեսներ Հայաստան աշխարհը, եւ այնտեղ հայերը կազմակերպել էին միջոցառումներ, 35 միջոցառում, որտեղ միայն ֆրանսիացիները հնարավորություն կունենային տեսնելու մեր ազգային երկն ու պարը, ժողովրդական երկն ու պարը, գունագեղ տարազը եւ ազգային գործիքները։ Իդեպ մի անարդար բան կա։ Առանց երաժիշտների այս տոնը տոն չէր լինի եւ ես բարձրաձայնում եմ սա, որ մենք ունենանք նաեւ երաժիշտների տոն, որովհետեւ առանց նրանց անզուգական նվագակցության կարծում եմ այս հնչեղությունը չի ունենա։ Ուզում եմ ձեզ ասեմ ներողություն, որովհետև մենք անկեղծ ասած երևի առանց ձեր ներկայության քննարկել ենք, որ երաժիշտների տոնը այս տարի պիտի նշենք, այսինքն հոկտեմբեր ամսին երաժիշտների տոնն է։ Երաժշտությունը տոնն է, բայց չի նշվում։ Ես դրա մասին եմ խոսում։ Դրա համար եմ ասում, երևի բաց ենք թողել, բայց քննարկել ենք, որ երաժիշտների, տեսեք, ամեն տարի ապրիլի 29-ին, այդ որ ասեցիք դուք շեշտեցիք մարդուն գնահատված, ինքը որ գնահատված լինի, ամեն տարի ապրիլի 29-ին պարարվեստի ոլորտի մարդկանց նախարարության կողմից, քաղաքապետարանի կողմից հանձնվում են պատվոգրեր, շնորհակալագրեր, մեդալներ, այսինքն գնահատվում է նրանց աշխատանքը տարիների քրտնաջան ու այդ քննարկումների արդյունքում, որ մեր երաժիշտները միշտ sense հետևում էին մնում, չնայած որ իրանք ահռելի մեծ աշխատանք են անում ու տենց ասացինք ինչի չէ, օրինակ երաժիշտների տոնը ինչի չնշենք, նույն ձևաչափով, այսինքն ոնց որ նշում ենք պարողների տոնը, նույն ձև երաժիշտների տոնը եւ հոկտեմբերի 1-ին, ինչպես ասեցիք, երաժշտության օրն է, երաժշտության տոնն է եւ անկեղծ ասած միտք կա, գաղափարը արդեն ունենք, քննարկում մի փոքր եղել է դրա շուրջ, այդ հարցի շուրջ եւ կարծում եմ մենք հոկտեմբերի 1-ին նաեւ կփորձենք այս մասշտաբներով կարողա չստացվի, որտեղ առաջին անգամ ենք նշելու, պետք է այդ հասկանանք, ֆորմատը հասկանանք, ինչպես է պետք նշել, բայց կարծում եմ համենայն դեպս կնշենք այդ տոնը եւ մեր երաժիշտներին էլ մեր շնորհակալությունը կասենք, որտեղ միջև իրանք չնվագեն, մեր պարողները ոչ մի բան չեն կտանեն։ Այսինքն մարդիկ ոնց համեստ կան իրանց բնույթով, տենց համեստել իրենց տոնը միջև առ այսօր նշվել է։ Մասշտաբային կազմակերպելու հարցում կարծում եմ Արա Գևորգյանը կարող է օգնել, ով կարողանում է 100-ից ավել դուդուկահար հավաքել, 1000-ից ավել դհոլահարներ, կարծում եմ համատեղ ջանքերով կարելի է դարձյալ առաջին անգամ, բայց ոչ պակաս մասշտաբային նշել երաժիշտների օրը։ Սերնդափոխության մասին մի փոքր էլ խոսենք, օրինակ սպորտի աշխարհում, կինոյի աշխարհում, արվեստի տարբեր ճյուղերում մարդիկ, մասնագետներ, ներկայացուցչական կազմ այցելում է դպրոցներ, ուսումնական հաստատություններ,
հին բառ է ռոպագանդելու, բայց տարածելու, գովազդելու այս կամ այն ճյուղը արվեստի։ Խնդիր կա այսօր, թե օրինակ իմ շրջապատում շատ երեխաներ, ընտանիքներ պարտադիր բացի երաժշտությունից, սպորտից նաև գնում են պարի։ Ու սա կարծես օրինաչափ է ընտանիքներում։ Ոչ մեկ չի պատրաստվում դառնալ կամ գուցե այսպես սկզբնական խնդիր չկա մասնագիտական ընտրության կամ պրոֆեսիոնալ պարող դառնալու, բայց պարը պես մանկությունից երեխայի կյանքում առկա է։ Ունենք այսօր խնդիր սերնդափոխության։ Ասեք։ Խնդիր Ցավոք չունենք։ կողմ ասեք։ Ինչու Խնդիր ցավոք դուք ունենք։ կբացատրեք։ Սերնդափոխության խնդիր չունենք, ինչպես նշեցի, ստուդիաները արդեն նպաստում են, որ մենք մեծացնենք այնպիսի սերունդ, որոնք հետո կհամալրեն մեր անսամբլների շարքերը, բայց խնդիրը նայեք հետևյալումն է, երբ որ մարդը գալիս է եւ այդ ճանապարհը անցնում է եւ հետո տեսնում է թե ինչ չափով է վարձատրվելու, Այսա շատ ինքը տեղ արդեն մտածում է, արդյոք կարող է, հատկապես տղաները, այդ տղապարողների խնդիր ունենք։ Արդյոք նա կարող է որպես հետագայում տան տղամարդ կարողանա իրեն ապահովել այս աշխատանքով։ Իսկ պարը բեմ դուրս եկող արտիստը պիտի կարողանա աչաչ տեսք ունենա, անհոգ լինի, հենց այդ իր ներսի ուրախությունը էներգետիկան փոխանցի եւ դա մեծ նվիրալ աշխատանք է, մեծ, որտեղ այն ճանապարհը, որ անցնում են պարողները, շատ բարդ ճանապարհ է։ Սկսած դասական բալետից մինչև ազգային պարեր եւ ժամանակակից պարեր։ Մեր բոլոր պարողները եւ դասական եւ ժողովրդական ժամ ունեն պարտադիր ամենօրյա, ուզում եմ ասել, դա ամենօրյա աշխատանք է, քրտնաջան աշխատանք է եւ ինչու՞ չէ նաեւ բնավորության բնավորություն ձևավորելու աշխատանք է, որ դու ինքդ քո մեջ պիտի այնպիսի բաներ հաղթահարես, որ կանգուն մնաս։ Դուք այդ նույն ցավը նկատի ունեք։ Այո, ցավալի այնքան որ ես ինքս պարող եմ եւ այդ ցավը ավելի լավ եմ հասկանում, չնայած ձեզ ասեմ անկեղծ կլինեմ մի քանի տարի արդեն, որ կոնկրետ պարողները մշակույթի այս ոլորտը զգում է ինչ-որ փոփոխություն։ Այսինքն կարող է դա էական շատ մեծ էական փոփոխություն չի, բայց ունենք փոփոխություն, մի քիչ պետք է անկեղծ լինենք, թեկուզ հենց աշխատավարձների հետ կապված մի փոքր փոփոխություն, թեկուզ հենց մեր հանդեպ վերաբերմունքի հետ կապված նախարարության, ասենք վերաբերմունքի հետ կապված, այո, իրոք սրտացավություն կա, բայց բացեր ունենք, բայց ամեն տարի մենք փորձում ենք ինչ որ մի ձևով, ինչ որ մի լուծում գտնելով առաջ գնանք ու պատկերացրեք մեր տարվա ծանրաբեռնվածությունը այնքան խիտ ու շատ է, որ մենք անգամ մեր խնդիրներին չենք կարողանում հասցնենք, որ ասենք զբաղվենք այդ խնդիրներով, որտեղ ինչ ունենք, որտեղ անընդհատ մենք համերգային բանի մեջ ենք, այդ աշխատանքի մեջ ենք ու դա թույլ չի տալիս, դա կարող է մի կողմից էլ լավ է, որովհետև մենք դրական մթնոլորտում ենք աշխատում, մշակութային է մեր մոտ ամեն ինչ, միտեղ խնդիր կլինի, միտեղ բան, միտեղ ուրախություն, միտեղ լարվածություն, այդ խնդիրը դա է, այո, մենք տղաների, մի փոքր տղաների խնդիր ունենք, շատ չէ, բայց մի փոքր ունենք, աղջիկները կարողանում են իրենց թույլ տալ։ Աղջիկները նախ հայկական, ճիշտ է, դա էլ շատ մեծ փոփոխության ենթարկվել, հայկական մի փոքր մենտալիտետի հարց է եղել, շատ տարիներից եկած, որ տղան պարել, տղան ինչ աղջկա դեպքում պարելը դա նորմալ է եղել, տղայի դեպքում պարելը դա մի փոքր աննորմալ է եղել։ Բայց ներողություն, եթե տղայի դեպքում օրինակ տարածված այս կարծրատիպը պապան գնաց աշխատանքի մի տեսակ ոնց որ հարիր չէ հայ տղամարդուն, մյուս դեպքում էլ այդ նույն հայ տղամարդը շատ անգամ արգելում է կնոջը պարել, բեմ դուրս գալ եւ ասենք ամուսնությունից հետո նույնպես արգելքներ են դրվում տանը մնալու կամ մասնագիտությունը փոխելու, սա էլ է խնդիր հայրականության մեջ։ Երկու դեպքում էլ այս պահին ունենք դրական դինամիկա, այսինքն երկու դեպքում էլ համ ամուսիններն են համակերպվել, որ դա նորմալ է, որտեղ գալիս են, տեսնում են, շփվում են։ Իդեալական է, երբ երկուսն են նույն ոլորտից են։ Դա մեր դեպքում։ Արտոնց ընտանիքը հենց այդ դեպքերից է։ Դա է խնդիրը, իրականում դա որպես այդպեսին մեծ գլոբալ խնդիր չհամարենք, բայց ունենք այդ խնդիրը եւ ունենք ցավոտ էլ մի կողմ տղաների մեր իհարկե մենք մեր բանակը մեր շատ հարգում ենք, շատ սիրում ենք, ուզում ենք որ ունենանք հզոր
ուժեղ բանակ, բայց խնդիրը նրանումն է, երբ որ Բարվեստի քոլեջի ուսանողը ավարտում է իր ուսումը եւ քոլեջը միակ դոնորն է դեպի պետական կոլեկտիվներ տալու պարողներ ավարտելուց հետո գալիս է հասնում է տարիքային այն շեմը, որ ինքը պետքա գնա բանակ։ Դա մի փոքր խոչընդոտում է, բայց տեղել ունենք համաձայնություն, փողզիջում, պաշտպանության նախարարության հետ էլի խոսում ենք, շփվում ենք, այսինքն իրանց կողմից էլ կա այդ ամեն ինչը մաքսիմում փորձում են մեզ ընդառաջեն, ինչ որ հարցերում ունենք Սարդարապատ ռազմական պարերի, որը ներկայացնում է պաշտպանության նախարարությունը, ընդեղից են օգնում, այսինքն ընդեղից եթե պետք է լինում պարողներից մեր խնդրում ենք, բերում ենք, մասնակցում են փորձերին, համերգներին, դա էլ է, այսինքն sense այն որ մենք ինքներս մեր ներսում լուծումներ գտնում ենք, բայց ռեալ լուծում չկա, այսինքն որ պարողը պիտի ծառայի կամ պիտի չծառայի, մի քիչ բարդ հարց է, կոնսերվատորիայի հարցում է նաև ուսումնարանից հետո ստիպված են լինում տղաները դադար տալ, իսկ օրինակ կատարողական արվեստում դա բավականին բարդ է։ 2 տարի հետո վերադառնում ես արդեն կորուստներով։ Պարողի դեպքում 2 տարի չմարզվել դա նշանակում է մոռանալ մասնագիտական ունակությունների մեծ մասը, իսկ երաժիշտը կարող է ընդգրկվի բանակային նվագախմբի մեջ եւ այնտեղ իր մասնագիտական ունակությունները պահպանի, բայց պատկերացնեք պարողները օրինակ գնան այնտեղ սկսեն դասական պարտադիր։ Չպատկերացրեք, բայց պարողը, երբ որ դասական պարը մասիկով անում է եւ գնում է բանակ եւ հագնում է բանակին համապատասխան կոշիկներ, արդեն դրանից ոտնաթաթը ձևափոխվում է, խնդիրներ են առաջանում։ Իսկապես խնդիրներ են, որոնք բայց լուծելի են։ Ընդհանրապես ցանկության դեպքում բոլոր խնդիրները լուծելի են, եթե խոսքը կյանքի մահվան մասին չէ, ինձ թվում է բոլոր հարցերը կարելի է լուծել տրամաբանության շրջանակներում, քանի որ այսօր տոնական օր է, ես շատ ենք խոսում խնդիրներից, նաև դրական կողմերից, տոնական միջոցառումներից, դուք վերջին անգամ երբ եք բարել։ Ոյ։ Երեք չենք բարել։ Ամենաբարդ հարցն է։ Չէ, երեք չենք բարել, որովհետև երեք Արտուրի դեպքում կարծում եմ վերջին անգամ ինքը զուգահեռ նաև աշխատում է այս պահին օպերայի բալետի ազգային թատրոնում։ Հեռավոր անցյալում չէ։ Հեռավոր անցյալում չի։ Ես բնավորությամբ ուրախ մարդ եմ եւ յուրաքանչյուր խնջույք օգտագործում եմ հատկապես այդ նպատակի համար, ինչպես նաև մեր կոլեկտիվն էլ շատ ուրախ կոլեկտիվ է եւ առիթը բաց չենք թողում ինչ որտեղ հավաքվելու, նշելու, չէ, շատ կարևոր։ Որովհետեւ կարծում եմ միայն ադմինիստրատիվ գործը հատկապես բարի մթնոլորտում ինձ պարը գայթակղիչ է։ Եվ այսօր բոլոր համակարգողներին նաև համախմբել ենք այդ գաղափարի շուրջ, որ հենց այդ 7 շրջանը, որ պիտի բոլորը համախմբեն, 3 պարեի դեպ պարվելու, Հարսանե, Քոչարի եւ Արզումանի, Քոչարին վերջում է լինելու։ Չէ, մեջտեղում է լինելու եւ Քոչարին 2017 թվականից արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ցանկում է, որի համար, չգիտեմ, ցնծում ենք եւ ամեն անգամ բաց չենք թողնում առիթը, որ եւս մեկ անգամ ամբողջ ազգով արի, բարի, Քոչարի ազդարարենք։ Շատ գեղեցիկ կարգախոս է։ Յուրաքանչյուրն էլ այսօր որ գա, կարգախոսը կլինի արի, բարի եւ այսօրից լավագույն տրամադրությունը քաղի։ Լավ տրամադրությամբ եւ վերջում էլ համերգ ունենք Բարեկամություն պետական անսամբլը եւ Պարարվեստի պետական քոլեջը ժամը 6-ին Պարարվեստի պետական քոլեջի հենց դահլիճում կեզրափակեն այսօրվա տոնը։ Այսինքն ժողովրդական երթային պարազգային կենտրոնի կազմից Բարեկամություն պետական անսամբլը Բարմիջազգային օրը եւս կունենա քոլեջի հետ համատեղ համերգ, որին եւս իրենց ցանկանում ենք հաջողություններ համ քոլեջի ուսանողներին, համ մեր անսամբլի արտիստներին։
Շնորհակալություն հրավերը ընդունելու համար, շնորհակալություն կիսվելու այս լավ տրամադրությամբ, ծրագրերով, անելիքներով, արխիվում դեռ մի քանի ժամ կա, կարծում եմ մեզ լսող ընկերները կարող են ծրագրել օրը այնպես, որ մասնակից դառնան, բաց չթողնեն այդ բացառիկ միջոցառումը։ Գիտեք, լսում եմ եւ մտածում եմ, որ մենք պարբերաբար խոսում ենք այն մասին, որ մեզ հայրից պետք է գոնե մեկ գաղափարախոսություն, որի շուրջ մենք կհամախմբվենք, որովհետեւ այսօր չխոսենք բարդ խնդիրների մասին, բայց կարծես մասնատված է հասարակությունը։ Ինչու ոչ, հենց պարը լինի այն համախմբման առիթը, այն գեղեցիկ համախմբող ուժը, որի շուրջ ողջ հայությունը, ինչպես նշեցիք, այսօր սփյուռքն էլ է միանալու, թող պարը լինի, պարից սկսենք համախմբվել։ Եվ ինչու ոչ, թող բոլոր այն հարթակները, որտեղ մարդիկ հայտնվում են, դա կլինի մշակութային, գիտության, կրթության, բերեն հաղթանակներ խաղաղության մեջ եւ հենց այդ հարթակները դառնան դիվանագիտական հարթակներ եւ թող ամեն ինչ լուծվի դիվանագիտական հարթակներով խաղաղության շուրջ համախմբված։ Հուսանք այդպես կլինի։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, այսօր հյուրընկալել ենք ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Լուսինե Մելքոնյանին եւ նույն կենտրոնի տնօրենի տեղակալ կազմակերպչական մասով Արթուր Գասոյանին։